նույնիսկ գրավոր պատասխան ունեմ Երևանի քաղաքապետարանից տրամադրած պաշտոնական տեղեկատվությունը, որը արձանագրվում է, որ կարդամ, բառացի կարդամ, Բաղյան փողոց 2 դրոպինգ հասցեում համայնքային հողամասի վրա կառուցված ինքնական շինության վերաբերյալ հայտնում ենք, որ վերնշված հասցեով քաղաքացի Նորիկ Հովհաննիսյանի լիազորված անձ Կարեն Հովհաննիսյանի կողմից ներկայացվել է դիմում սեփականության իրավունքով պատկանող եւ կից համայնքապետ պատկան հողամասներում գտնվող ինքնական իրականացված շինությունների օրինականացման համար, այսինքն այն ինչ որ ես ասում եմ, որ ապօրինյա շինթույլտվություն չկա, համայնքային հող են զավթում եւ Տիգրան Ավինյանը պատրաստում էր ինձ դրա համար զրպարտության համար դատի տալ, այդ ամեն ինչը փաստաթղթով պաշտոնական գրությամբ հաստատվում է, այսինքն ինչ է ստացվում, որ այդ ամենը իրականացվել է բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորության ներքո։ Հակառակ դեպքում սուտ տեղեկատվություն չէր կարող տրամադրվել։ Միևնույն ժամանակ, որ շինարարությունը իրականացել են, վնասել են համայնքային գույքը, մայթը, որը ըստ օրենքով էլ ամեն կարգավորումները գույքը պետք է վերականգնել շինարարը շուկայի, բայց այդ գույքը վերականգնում է Երևանի բյուջեի հաշվին, վերականգնում է Երևանի քաղաքապետարանը, տենդերը հայտարարել եւ այդ տենդերով այդ միայն շուկայի հատվածի այդ շինարարի կողմից քանդված մայթը վերականգնում է։ Հասկանում եք, դա մեկը մյուսի հետ փոխկապակցված է։ Հիմա մյուս հայտարարությունը ասեմ, երեկվա իմ հրապարակման մեջ ես նշել եմ, որ այս հայտարարությունից հետո պետքա ձերբակալություններ լինեն, բայց մենք բոլորս շատ լավ գիտակցում ենք, որ նման բան չի կարող տեղի ունենալ, եւ քանի որ ես հետեւողական եմ լինում իմ գործունեությամբ, ես դատախազություն դիմում էի գրել։ Դիմում էի գրել տվյալ դեպքի արդիվ, որ քրեական գործ հարուցեն։ Քրեական գործ չեն հարուցել, որովհետև այդ դիմումի մեջ կար Տիգրան Ավինյանի անունը։ Ժողովուրդ ջան, այս մի ծրարի մեջ քրեական վարույթը չհարուցելու, մերժելու դիմումն է, այս մի ծրարի մեջ քրեական վարույթը նախաձեռնել են։ Գիտեք, այս երկու ծրարի մեջի բովանդակություն իմ հանցագործության մասին այդ հաղորդումը ինչով է տարբերվում։ Մի բանում նույն բովանդակությամբ ուղղակի առանց Տիգրան Ավինյանի անուն ազգանունը հանել եմ։ Այսինքն այս երկու ծրարի մեջ իմ երկու հաղորդումները նույն բովանդակությամբ են, նույն իմաստն են, նույն շարադրանքն է, ուղղակի մեկի մեջ կա Տիգրան Ավինյանի անունը, որի արդիվ քրեական գործ չեն հարուցել, Տիգրան Ավինյանի անունը հանում եմ, քրեական գործը հարուցում են։ Այդ Տիգրան Ավինյանի անունը մանդատ, հա, պողպատ է։ Իհարկե Տիգրան Ավինյանի անունով։ Ու քրեական վարույթ չեն նախաձեռնել։ Բա հիմա բաց չի, որ Տիգրան Ավինյանին չեն ձերբակալի։ Ու հիմա ավելի հստակեցնեմ։ Մոտ 1 ամիս առաջ տեղի ունեցավ Գյումրու քաղաքապետի ձերբակալությունը։ Ինձ համար շատ հետաքրքիր էր այդ միջադեպը, որովհետև ինչ էր տեղի ունեցել Գյումրու քաղաքապետի ձերբակալության հիմքերը։ Առաջին թույլտվություն Գյումրիում կառուցել են շուկա, հասարակական շինություն։ Եվ ըստ մամուլի հրապարակած քննչական կոմիտեի խոսքով տեղեկատվության եմ հայտնում, էլի, օրինականացնելու համար, այսինքն կներեք, ու այդ շինությունը, որը կառուցվել է, ենթակա է քանդման։ Քանդման ենթակա շինությունը փորձել են օրինականացնել, չի ստացվի եւ այլ այդ դեպքի ձայնագրությունների հիման վրա ձերբակալել են։ Այսինքն տվյալ գործի պարագայում կար ըստ հրապարակած տեղեկության կաշառք ստանալու գործառույթ, սենց։ Հա։ Իսկ տվյալ դեպքում նույն բանն է Տիգրան Ավինյանի կողմից նույն համայնքապետա, քաղաքապետա, հա, այսինքն բերեք տարբերություն չդնենք, տարբերություն նրանում է մեկը ընդդիմադիրը, մեկը ԿՊ-ի սրտի քաղաքապետն է, նույն շինությունը քանդման ենթակա շինությունը, որը ստե է քանդման ենթակա Բաղյանինը, չի քանդում, ժողովուրդ ջան, խի չի քանդում։ Իր հայտարարություններով քանդման ենթակա է ու փաստաթղթով քանդման, այսինքն ոնց է լինում, ուրիշ դեպքերում Հյուսիսային պողոտայի շինությունները, Սարյան փողոցի շինությունները քանդում են,
բայց տվյալ դեպքում չեն քանդում։ Ու տվյալ դեպքում ժողովուրդ ջան, այդ գյուղամթերքի շուկան կառուցվել է կեսից շատ հողատարածքը համայնքային հողատարածքի վրա։ Այդ հողատարածքը գտնվում է 6-րդ գոտում Երևանի քաղաքապետարանի աճուրդների ցանկում, կարող են ցանկացած քաղաքացի հենց հիմա մտնեն իմ խոսքերը ստուգեն։ 6-րդ գոտում աճուրդային մեկնարկային գինը 1 քառակուսի հողատարածքի արժի 350,000 դրամ։ Ես առնվազն 500 քառակուսի եմ հաշվում, էլ ավել չեմ ասում, որ աճուրդի ընթացքում կավելանա եւ այլն եւ այլն։ Այսինքն դրեք հաշվեք, տեսեք ինչքան գումարների մասին է խոսքը գնում։ Շին թույլտվություն չեն անել, նախագծման թույլտվություն չեն արել ու այդ ամենը շուկայի կառուցման աշխատանքները իրականացվել է նոր վարչական շրջանի թաղապետարանի գրեթե դիմացը։ Գայի պողոտայի մոտ, այսինքն անհնար է, որ այդ ամեն ինչը թաղապետարանը, Երևանի քաղաքապետարանը տեղեկացված չլինի, որ առանց շինթույլտվություն շինարարություն են իրականացնում։ Թաղապետի օրոք Սկսվել է, այո, սկսվել է։ Կարծիքով ի՞նչն է պատճառը, որ չեն քանդում։ Ի՞նչն է, ով է կանգնած դրա հետևում։ Ես հրապարակային այդ ամեն ինչի հետևում կանգնած է Տիգրան Ավինյանը, այդ ամեն ինչն հենց հովանավորում է Տիգրան Ավինյանը։ Հակառակը, ես ասեմ, հակառակը Տիգրան Ավինյանը այդ խոսքերը հերքելու համար, ապացուցելու համար շատ պարզ տարբերակ կա։ Քանդման ենթակա շինությունը, որը գտնվում է Բաղյան 2 դրոպինգ հասցեում, թող գնան քանդեն, քանդման որոշում տան, գնան քանդեն։ Ես գրություն եմ ուղարկել Երևանի քաղաքապետարան, որ իր հայտարարությունները, պաշտոնական գրությունները հղում կատարելով հարց եմ ուղղել։ Խի քանդման որոշում չեք թողարկում։ Կարեք ասեք, ինչ եմ պատասխանել։ Չէ, դուք ասեք։ Չեմ պատասխանել դիմումից։ Վեր, ինչ պատասխանել ժողովուրդ։ Չեմ պատասխանել, ամենահեշտ տարբերակն է։ Երբ եք ուղարկել։ Ամիս ամսա թվով չեմ կարող ասեմ, բայց հաստատ 3 չեմ։ Ժամկետը սպառված է, նո եթե։ Չեմ հիշում, երևի, այո, ոնց որ հա։ Չեմ նայ, որտեղ շատ։ Դե թաղապետը հարցում չեմ ուղարկել, թաղապետը հրապարակային, եթե չեմ սխալվում, Ֆակտոր TV-ին հարցը Մարատ Սևոյան հայտարարել է, որ քանդման հարցն են քննարկում, թե այդ 2 ամիսի ինչ հարց են քննարկում, չգիտեմ, երբ որ մի մարդ գիշերով մի մետր ցանկապատ առաջ տանում կամ չգիտեմ, մի հատ լուսամուտի տեղ են բացում, միանգամից առավոտը գալի գլխներին կանգնում են, տուգանում են, աշխարհով մեկ հրապարակում են, մենք սենց ապօրինություն կանխեցինք կամ գնում են շինություններ են քանդում, նկարում հրապարակում են, բախի տվյալ դեպքում չեն անում։ Շուկան մի քանի հարգանություն երկու Ստորգետնյա հատվածել ունի, 2 հարգանի, էլի, հա, նկուղ է դա։ Տվյալ դեպքում չէ, հեսա հարցը շատ լավն էր, հեսա ես հիմա շարունակություն ասեմ։ Ուրեմն, եթե չեմ սխալվում, 2024 թվականին, երբ որ այդ շինարարական աշխատանքները նոր էին մեկնարկում եւ այդ հարցի վերաբերյալ մեկ Երևանի քաղաքապետարան բարձրաստիճան պաշտոնյայի զրույցում ինքը ասել է դե շուկան սարքում ենք, հեսա շինթույլտվությունը կլինի, բան եւ այլն։ Դե ես ասում եմ լավ, հիմա ասում եմ հիմա դե ինչ են սարքում, ասում եմ գյուղամթերքի շուկա։ Իսկ բոլորս մասիվի բնակիչները գիտեն Mercedes-Benz-ի հատվածում ինչ փողոցային առևտուր է տեղի ունենում։ Դա հենց գտնվում է թաղապետարանի դիմացը։ Մենք տեսնում ենք, որ Երևանով մեկ փողոցային առևտուրը ոնց են մարկանցից գույքը արգրավում են։ Տվյալ դեպքում մասիվի փողոցային առևտուր անող մարկանցից գույքը չեն արգրավում։ Գիտեք խի։ Հստակ իմ հարցը ես եմ տվել, ինձ հարցի տվել, ասել է, դե ինչ արգրավենք, արգրավենք, իրանք գնալու են, հենց շուկան սարքեն, իրանք տաշելով տանելու ենք այդ շուկա։ Դե թող դրանից հետո մեկը փորձի փողոցում առևտուր անի, այսինքն ցանկացած այդ փողոցային առևտուրի համար իրականացնող մարկանց կոռուպցիայի մատերիալ են անում։ Եթե օրենքը բոլորի համար հավասար է, թող բոլորի հավասար լինի, այլ ոչ թե տաշելով չտուգանեն, չարգրավեն, որ հետագայում իրաց տշելով տանեն շուկա։ Այդ տարածքը կառուցողը ով է, ինչ կապ ունի օրինակ Ավինյանի հետ, քաղաքապետարանի, իշխանության հետ, որովհետեւ նկատմամբ կոռուպցիայի մեջ եք մեղադրում, դրական վերաբերմունք ինչ կապ ունի մեկը մյուսի հետ։ Հեսա ասեմ։
Ըստ մամուլի հրապարակած տեղեկությունների տվյալ սեփականատերերը անմիջապես կապ ունեն Տիգրան Ավինյանի հետ, իրեն մտերիմներն են։ Այդ ամեն ինչը հաստատվում է Տիգրան Ավինյանի անգործությամբ ու մեկ հարց ժողովուրդ ջան, ընդունենք մի պատկերացնենք, պատկերավոր, հա, որ Երևանի քաղաքապետարանը այդ ապօրինությունը չի տեսել, որ ապօրինի շուկա են սարքում 1 տարվա ընթացքում։ Ոնց է լինում, որ Երևանի քաղաքապետարանը կառուցված շուկայի մայթը գալիս է, չէ՞, ասենք թաղապետա գալի, քաղաքապետն է գալի, չգիտեմ, ծրագիր որ որոշում է, օրինակ, այս քանդած մայթը պիտի վերականգնենք, որը այդ կառուցապատողն է քանդել։ Չի ասում, անգեր ջան, բայ դու ես քանդել, դե դու էլ վերականգնի։ Խի է այդ մայթը կառուցապատում, վերանորոգում երևանցիների գումարներով։ Ակնհայտ, ըտե կա հովանավորչություն, հակառակ դեպքում իմ խոսքերին հակառակ ապացուցելու համար կա մի հիմնավոր պատճառ։ Թող գնան, քանդեն, բայց իրանք ինչը հայտարարում են զրպարտություն, Տիգրան Ավինյանը դատի կտա, բայց իրականում ես ճիշտ եմ ասում։ Ժողովուրդ ջան, մեկ պարզ հարց, մեկ էլ դիտարկում, հարց չէ։ Այդ ամեն ինչը հաստատող, որ Տիգրան Ավինյանը ըստ երևույթի անհնար է առանց իր իմացության դա տեղի։ Ոնց կարելի է պաշտոնական սուտ տեղեկատվություն տրամադրելը, որ մեկ դիմումում ասում են շինթույլտվություն կա, մեկ ուրիշ դիմումում 1 տարի անց, երբ որ արդեն շինությունը կառուցվել է, հայտարարում են շինթույլտվություն չկա։ Դա հենց ձերբակալության հիմքեր է ակնհայտ։ Հաղորդման մեջ այդ մասով տվյալներ տվել։ Այո, ամբողջովին տվել եմ, ես նորից եմ կրկնում։ Ձերքումս 2 ծրայր կա, 2 ծրայրում էլ նույն բովանդակությունն է, նույն նախադասությունն է, նույն հանցանքի մասին է։ Մեկ ծրայրի մեջ հաղորդումը, որ ես գրել եմ, Տիգրան Ավինյանի անունն է, հաղորդումը քրեական վարչության նախաձեռնել, նույն բովանդակություն, նույն հաղորդումն է, ամեն ինչ նույնն է, Տիգրան Ավինյանի անունը հանել եմ, քրեական վարույթ նախաձեռնել են։ Որոշումներ կայացնողները Նույն մարդիկ են։ նույն մարդիկ են։ Հեսա նայենք։ Անցին չկա նայենք։ Ես կարամ ձեզի տրամադրեմ տարբերությամբ այդ։ հես ասեմ, մոտավոր 1 ամսվա, հեսը։ Էսի 11-10-ին, էսի Գյուլասարյանա, Գյուլասարյան, ինքացիկով տարբեր կլինեն։ Նույն մարդիկն են, նույն մարդիկն են, հես են, հարգելի Գյուլասարյան։ Էդ ես չէի նկատել, այսինքն էսի դեկտեմբերի 9-ին է հարուցվել, քրեական գործը հարուցել են դեկտեմբերի 9-ին, այն որ մերժել են, եղել է անցածան նոյեմբերի 10-ին, այսինքն մեկ ամսվա տարբերությամբ, նույն դատախազն է եղել, այսինքն ժողովուրդ ջան, էդ էլ, այն որ ասում մենք բոլորս իրար հետ բացահայտեցինք, այսինքն նույն դատախազը, նույն մարդը, հեսա, փաստաթղթով կա, նույն հանցագործությունը, որտեղ Տիգրան Ավինյանի անունը կա, քրեական վարույթի նախաձեռնում, այն մյուսով, որտեղ Տիգրան Ավինյանի անունը կա, հանածա քրեական վարույթ նախաձեռնում, այտենց ո՞նց է լինում։ Հիմա վարույթ նախաձեռնել Տեսեք, ո՞նց եք հաշվարկում։ տեսեք, ես նորից եմ կրկնում, ուրեմն նայեք, շինությունը կառուցվել է առնվազն մոտավոր 946 քառակուսի։ Սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի մակերեսը կազմում է 436 քառակուսի, այսինքն շուրջ 500 քառակուսի եւ ավել համայնքային հողատարածք է հանդիսանում։ Այնտեղ մի քիչ շատ շեղումներով այնտեղ մի քիչ հարմար չի եղել չափելը, դրա համար կլորցած 500 եմ ասում, թեպետ 500-ից ավել է։ Հիմա ես այդ գինը որտեղից եմ ստանում, նորից եմ կրկնում, այդ հողատարածքը գտնվում է 6-րդ գոտում։ Երևանի քաղաքապետարանի աճուրդներով վաճառվող հողատարածքները մասիվի 6-րդ գոտում գտնվող հողատարածքի մեկնարկային գինը կազմում է 350,000 դրամ։ Հիմա բոլորս
Հա 500 անգամ 350,000 դրամ 175 միլիոն դրամ հետո բաժանենք հա դոլարի հա 454,000 դոլար առնվազն այդքան մեկնարկային գինն է, դա շուկայական ես գին չեմ ասում, բայց եթե մենք հաշվենք շուկայական արժեքով, շինթույլտվության արժեքը, նախագծման արժեքը եւ այդ բոլորը իրար հետ, տեսեք ժողովուրդ ջան, մոտավոր 700,000 դոլար գումար է կազմում։ Դրանով քանի հատ մանկապարտեզ կարային նորոգեն կամ բակերում խաղահրապարակներ կառուցեին։